Լռությունը խախտելուց մինչև համակարգային փոփոխություններ, ապրիլը սեռական բռնության իրազեկման ամիսն է, հետադարձ հայացք և քայլ առաջ, սա է տարվա գլխավոր ուղերձը։ Նպատակն է աջակցել բռնության ենթարկվածներին, նաև ստեղծել անվտանգ միջավայր կանխելու բռնությունը, հատկապես համայնքներում։ Վերջին տարիներին ավելի շատ դեպքեր են ունեցել սեռական ոտնձգությունների, օրինակ շատ դեպքեր ունեցել ենք տաքսիի, ունեցել ենք դեպքեր ուղղակի հանրային վայրերում սեռական ոտնձգությունների, բայց ունենք նաև բռնաբարության դեպքեր եւ վերջին մեր ունեցած դեպքերով ավելի շատ եղել են ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Տարեկան մենք մոտավոր աշխատում ենք մոտ 50 դեպքի հետ սեռական բռնության, միշտ համարյա կեսը անչափահասների նկատմամբ դեպքեր են լինում։ Օրենսդրական բարեփոխումներն ու աջակցման կենտրոններում կիրառվող համալիր մոտեցումը օգնում են, որ տուժողները չխուսափեն խնդրի մասին խոսելուց։ Օրենսդրությունը թույլ է տալիս սեռական բռնության դեպքերով միանգամից քննչական կոմիտե ենք գնում, այդ շատ կարևոր հնարավորություն է, որ հիմա մենք ունենք, որտեվ եթե նախկինում մի քանի հոգու ավել էր ստիպված լինում տուժողը պատմել իր այդ կատարվածը, հիմա մենք ոնց որ մի օղակ բաց թողնելու հնարավորություն ունենք։ Նրա խոսքով իրազեկման արշավների առանցքում պետք է լինի տուժածների նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը։ Նման դրսևորումները շատ են նաև այս թեմային առնչվող հրապարակումների մեկնաբանություններում։ Բացարձակ մերժողականություն կա, որ այդ իր այդ մի հատ վատ բան է, որ տեղի է ունեցել, ու եթե դու չես կարող իրան աջակցող խոսքեր գրես, մի գրի ուղակի կոմենտ, չգիտեմ մարդկանց դրդապատճառը որն է, վատ բաներ ուղակի գրելու, հա, բայց այս եւս մեկ անգամ ապացուցում է, որ դեռ ցավոք շատ իրազեկման կարիք կա մեր երկրում սեռական բռնության վերաբերյալ։ Մեղքի զգացումը եւ հասարակության քննադատությունը հաճախ բռնության ենթարկվածին խանգարում են օգնության դիմել, սակայն մասնագետները անդադար շեշտում են չլռել եւ չմնալ միայնակ այս խնդրի հետ։ Մեր աշխատանքային փորձում շատ դեպքեր կան, երբ որ մարդիկ դիմում են եւ աշխատելով այդ հուզական ոնց որ կողմին անդրադառնալով, աշխատելով մարդու վարքային, նաեւ ոնց որ ասած մակարդակում մենք ունենում ենք փոփոխություններ, շատ մարդը կարողանում է հաղթահարել իր մոտ այդ տրավմատիկ դեպքը, որ եղել է եւ բնականաբար կառուցել իր ոնց որ ասած հետագա կյանքը, կարիերան, հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ եւ այդ աշխատանքը ոնց որ ասած ունեցել է շատ լավ արդյունքներ։ Կարևոր է գիտակցել, որ սեռական բռնության դեմ պայքարը միայն տվյալ անձի խնդիր չէ, այլ մեր բոլորի ամբողջ հասարակության պատասխանատվությունը։ Նարեկ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։